ժողովուրդը գյուղացիները ուզում են լսել, թե այդ հարցին ինչ լուծում է տրվելու։ Իրենց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը գյուղացի երեխան դպրոցից որ գալիս է տուն ինքը չի կարող ինքնակրթվել, զարգանալ։ Գյուղում ապրող երիտասարդը օրերն է հաշվում, որ ինքը գիտեմ դառնա չափահաս գնա բանակ հետ գա ու փախնի գյուղից։ Դուք հավատացեք, Մարտունու շրջանը ամենա ոչ զարգացածը չի։ Դուք գնացեք նայեք Շիրակի մարզին ինչ է կատարվում, նայեք Տաուշի մարզում մարդիկ ոնց են ապրում։ Ժողովրդին հասցրել են աղքատության եզրին, ժողովուրդը կորցրել են ամեն ինչի նկատմամբ հույսը, այնքան են խոստացել չեն արել, որ այսօր ոչ մեկը չի պատկերացնում, թե մարդը միկրոֆոնը վերցնում, բան ասում, վաղը դա անելու է։ Դրա համար մենք չենք ասում խոստանում ենք, մենք ասում ենք երաշխավորում ենք։ Այդ բոլոր խնդիրների լուծումը մենք երաշխավորում ենք։ Եվ դուք կարող եք զարմանալ, դրանով չենք ծանրաբեռնելու պետական բյուջեն, որտեղ իրենք պետական բյուջեն լցնում են իրենց գրպաները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդը լցնի իր գրպանը, որ մարդիկ զգան, որ ձեր գյուղում կարող են ավելի լավ ապրել, քան Երևանի կենտրոնում, որ դուք հավասար հնարավորություն ունենաք ձեր երեխաներին զարգացնելու։ Ես շատ լավ հասկանում եմ, ես էլ գյուղացի տղա եմ։ Դրա համար, որ գնաք մեր գյուղ նայեք, մենք այդ բոլոր հարցերի լուծումը թե մեր գյուղի համար, թե Տաշիր քաղաքի համար տվել ենք։ Դուք տեսնեք այնտեղ, որ ցանկացած երեխա ամեն օր զբաղմունք ունի։ Ու արդեն երեխաները ոչ մի ցանկություն չունեն թափառեն։ Ու մեր գյուղում չկա նարկոման։ Մենք պետք է փոխենք մեր հասարակության մոտեցումները։ Մենք պետք է առողջացնենք մեր հասարակությանը։ Հույս տանք հասարակությանը, վերացնենք այս ապաթիան, վերացնենք վախերը։ Վախերի վրա ժողովրդի հենա հելնում գոռում է, եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ավելի լավ չի մենք մինչև սեպտեմբեր իրան ռադ անենք, էլ պատերազմ էլ չի լինի, ոչ մի բան էլ չի լինի։ Հանգիստ մեր ժողովուրդը կապրի։